Քաղաքական դաշտում հակապետական ու հակասահմանադրական են համարում միութենական պետության կազմ մտնելու անհրաժեշտության մասին Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի հայտարարությունը, որը նա հնչեցրել է օրերս Մայր աթոռի բակում։ Մենք պետք է լինենք միութենական կազմում։ 100 տարի առաջ ոնց որ եղել է խորհրդային միություն։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց հիմա նորից եմ ասում, աշխարհագրությունը փոխվել է։ Անհասկանալի պայմաններում Արցախից, Ղարաբաղից Հայաստան վերադարձած Վիտալի Բալասանյանը, որ դեռ որևէ մեկս չենք հասկացել, այդ ինչպես եղավ, որ Վիտալի Բալասանյանը չգերեվարվեց, ինչպես Ղարաբաղի մյուս ռազմաքաղաքական ղեկավարները, հիմա էլ այդ մարդը հերիք չի այդ անհասկանալի պատմություններով անցել հասել է Հայաստանի Հանրապետությունում, հələ մի հատ էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սակարկման վերաբերյալ հայտարարություններ է անում։ Արթուր Հովհաննիսյանը հիշեցնում է, Հայաստանը միութենական պետության կազմում երազում էր տեսնել նաև Գյումրիի քաղաքապետ, կոռուպցիայի գործով կալանավորված Վարդան Ղուկասյանը, իսկ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը ըստ էության սահմանադրական կարգի տապալման կոչ էր անում։ Քաղաքագետն էլ նկատում է, ժամանակին Վիտալի Բալասանյանը Ղարաբաղից էր ցանկանում Հայաստանը զոհաբերել, այսինքն նպատակը, որ Հայաստանի տարածքը նվիրվի այլ երկրի, դեռևս շարունակվում է։ Այն թեժանում է նախընտրական շրջանի հետ զուգահեռ։ Մինչև ընտրությունները ըստ բանախոսների տրամաբանական է, որ դաշտան նետվելու Հայաստանի անկախության դեմ արտահայտվող անհատներ։ Ժամանակին երազում էին ունենալ ռուսական անձնագրեր, չգիտեմ, միութենական պետության անդամ դառնալ, Ռուսաստանի անդամ դառնալ եւ բոլորս տեսանք այդ ամենը ինչով ավարտվեց։ Եվ նույն պարոն Բալասանյանը ոչ թե Ստեփանակերտում է, այլ չմիացնում է, արտահայտում իր մտքերը։ Բալասանյանի վերջին հայտարարություններից հետո շատերն են հարց բարձրաձայնում, թե նա ինչ կարգավիճակով է Հայաստանում։ Լուրերին չհաջողվեց նրա հետ կապ հաստատել տեղեկություն ստանալու նպատակով։ Հայաստանի ընտրողների ռեգիստրում նրա մասին տվյալներ առկա չեն։ 2025-ին Բալասանյանն իր զորակցությունն ու աջակցություններ հայտնում իշխանության զավթման կոչի համար կալանավորված ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորը կապ է տեսնում նրանում, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարությունները հնչում են Էջմիածնից։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ով ուզում է հայտարարություն անի, գնում կանգնում է Մայր աթոռի դիմացն անում։ Սա առնվազն խոսում է այն մասին, որ Մայր աթոռի հոգևոր ղեկավարությունն այսօր կապ չունի Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ, այլ կապ ունի այլ երկրների պետական շահի հետ։ Իրենց բոլորի դիրքորոշումը նույնն է։ Այդ բոլոր մարդիկ, ես ցավով եմ ասում, ծառայում են Ռուսաստանին, Ռուսաստանի շահերն են սպասարկում եւ հետապնդում, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Իհարկե կապը ակնհայտ է, ըստ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Էությունն է ակնհայտ, իրենց նպատակն է ակնհայտ։ Մենք Հայաստանի հետ ոչ մի կապ չունենք։ Այս առումով բանախոսները պատահական չեն համարում Բալասանյանի հայտարարությունը, որ ինքը շատ հաճախ է Գարեգի երկրորդի հետ հանդիպում ունենում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու իշխանությունը, հոգևոր իշխանությունը զավթած մի խումբ մարդիկ շատ ուղիղ կերպով սպասարկում են արտաքին ուրեմն ուժերի նարատիվները եւ ըստ էության արտաքին ազդեցության գործակալները։ Եվ տրամաբանական է, որ պետք է իրանք իրար գլխի հավաքվեն։ Կտրիշ Ներսիսյանը եւ Վիտալի Բալասյանը արտաքին ազդեցության գործակալներ են եւ շատ նորմալ է, որ իրանք իրար հետ պետք է շուշուտ հանդիպեն եւ մեծաձիճկաները իրար հետ միացել ստուգեն, որ տեսնեն, թե հրապարակային խոսքում ինչ են ասում, ինչ չեն ասում։ Մայր աթոռը դարձել է այն ուժերի կենտրոնը, որոնք աշխատում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության դեմ, հետեւաբար ցանկացած այդպիսի հայտարարություն պետք է այդտեղ արվի։ Արթուր Հովհաննիսյանի խոսքով այստեղ նաև օրենսդրական դաշտում անելիք կա։ Հայաստանի տարածքային ամբողջականության ինքնիշխանության դեմ ոտնձգություն ենթադրող հայտարարությունները պետք է արժանանան իրավական գնահատականի։ Կարծում եմ, որ մենք դեռ այս իմաստով ունենք անելիք օրենսդրությունում բացերը լրացնելու իմաստով, որպեսզի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սակարկման վերաբերելի հայտարարությունները կախված դրանց աստիճանից եւ վտանգավորությունից որոշակի իրավական գնահատական ստանան եւ մենք չսպասենք մինչեւ բանը բանից անցնի, հա, ժողովրդական լեզվով ասած, երբ որ մարդիկ արդեն կհասնեն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ կոչերի, որովհետև նման մարդկանց հայտարարությունները զարգացում են ունենում ժամանակի հետ, եթե դրանք չեն հանդիպում հակադարձությունների կամ չեն կանխվում իրավական ճանապարհով, մենք էլի ենք տեսել նման հայտարարություն անող մարդիկ, մեկ էլ տեսնում ես, որ ուրեմն տարբեր պատվալներում աստղիկներ են սարքում, յուղեր են պատրաստվում ու լցնեն մեքենաների վրա, նման հայտարարություններ անող մարդիկ, մեկ էլ տեսնում ես, որ դուրս են գալիս եւ բացահայտ կերպով ասում են, որ պետքա օրինակ ուժով զավթել իշխանությունը, պետքա գնդակահարել այս պաշտոնյային, այն պաշտոնյային, այդ զարգացումները տեղի ունեցել նման հայտարարություններից հետո։ Դրանք զարգացել են եւ դարձել են, ահա տեսեք,
սահմանադրական կարգի տապալման կոչեր եւ այո, այդ ժամանակ իրավապահները գործել են։ Իսկ միգուցե պետք է օրենսդրության վրա աշխատել, որ իրավապահները մինչև այդ էլ գործիքներ ունենան կանխելու սահմանադրական կարգի դեմ ուրեմն նախապատրաստվող գործողությունները։ Քաղաքական առումով Վիտալի Բալասանյանի հայտարարությունն առնվազն դատապարտելի է, ասում է Հովհաննիսյանը, շեշտում Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, թե ում հետ գործ ունեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Եթե Հայաստանում լինում է ռուսական ազդեցության իշխանություն, վերադառնում ենք 2018 թվականից առաջվա տարիներին, դեռ մի բան էլ ավելի հետ ենք ընկնում եւ դառնում ենք ծայրագավառ, հենակետ այլ երկրի քաղաքական եւ միգուցե ռազմական նպատակներն իրականացնելու համար։ Եվ մենք սա թույլ չենք տալու։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։